Սիրելիներս ողջույն եւ բարի գալուստ իմ YouTube-յան տեսալիք բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են իմ ալիքում, հուսամ կհավանեք այսօրվա վլոգը ու վլոգի վերջում կսեղմեք կարմիր կոճակը եւ կդառնաք իմ YouTube-յան ընտանիքի անդամ։ Մենք սկսում ենք մեր հերթական վլոգը այս տեսարանից։ Այսօրվա օրը չափազանց խառը, ծանրաբեռնված, հագեցած օր էր։ Հիմա ժամը 12:30 է երևի թե, երբ ես այս վլոգը դնեմ ալիքում, դուք արդեն տեսած կլինեք այն վլոգը, որտեղ ես տոպրակներն եմ բացում գյուղից բերած մեր իրերի ու հերթով ցույց եմ տալիս բոլոր այն հագուստները, որոնք կնվիրեմ ում որ պետք կլինի, ով որ կարիքը կունենա, ու հիմա այս պահին այդ գործի շարունակությունն եմ անում, որովհետև նախորդ վլոգում կիսատ մնաց, ես ցույց տվեցի, որ դեռ 2 տոպրակ ու 1 մեծ ճամփրուկ չեմ դատարկել, գնացի Օնեքս, եկա Առնոյի հետ, դեռ չեմ բացել Օնեքսի փաթեթները, որովհետև շատ գործ ունեի անելու։ Հիմա առանձնացրել եմ այն հագուստները, որոնք իմ երեխաները կարող էին հագնել, լվացել եմ, այստեղ արթուկ ունեմ անելու, պարանները այս պահին լիքն է, պետքա դեռ դրանք էլ բերեմ, դասավորեմ, արթուկեմ ու դեռ չեմ հասցրել ճամփրուկը բացել, այս վլոգի ընթացքում կբացենք նաև այդ ճամփրուկը մեծ ու կտեսնենք, թե դրա ներսում ինչեր կան, էլի խառը հագուստներ են, հիմնականում երեխաների հագուստները ու էլի կսորտավորենք, կհասկանանք, թե որոնք են նվիրելու, որոնք կարող են իմ երեխաները հագնել, որոնք են առհասարակ դեն նետելու, մի խոսքով լիքը գործ ունենք անելու, հիմա քանի դեռ երեխաները քնած են, ավելի շուտ քանի դեռ Սոսեն քնած է, որովհետև երեխաները մինչև լույս հանգիստ քնում են, իսկ Սոսեն գիշերվա ընթացքում 100,000 անգամ արթնանում է, բայց քանի դեռ քնած այս պահին ուզում եմ արագ այս արթուկը արանքից հանել, պարանի լվացքը բերել տուն ու նոր լվացք փռել։ Իդեպ մի լայֆհակ, չգիտեմ դուք առհասարակ այդպես եք անում թե չէ, բայց եթե այդպես չեք անում, իմացեք, որ այս տարբերակը շատ արդյունավետ տարբերակ է, մի անգամից արթուկելուց այսպես ծալում եմ իրար վրա, օրինակ սա Էմինի շապիկներն են, Ադանի շապիկներն են, Առնոյի շապիկներն են, Ադանի շորտերն են, այսպես մի անգամից իրար վրա սիրուն ծալած դնում եմ, ոչ թե արթուկում ու խառը փռում, որ հետո չհասկանամ, թե որը որ դարակում պետքա ծալել տեղավորել, այսպես սիրուն ծալում տեղավորում եմ հենց արթուկի ընթացքում, որ վերջացնեմ ու արագ արդեն կարողանամ շարքերը դասավորել պահարանում, շատ արագ է ստացվում, ասեցի ձեզ հետ էլ կիսվեմ, գուցե լինեն մարդիկ, ովքեր չգիտեմ, որովհետև ես գիտեմ իմ շրջապատում մարդիկ, ովքեր այսպես չեն անում, արթուկում սենց փռում են ամբողջ հագուստները, հետո հերթով սկսում են ծալել, դասավորել պահարաններում, բայց այս տարբերակը շատ ավելի արդյունավետ է, փորձեք, կտեսնեք, թե ձեր գործը ինչքան է կրճատվում գործի ժամանակահատվածը այս տարբերակով։ Հոգնած, սոված, ուժասպառ, եկել հասել եմ տուն, բայց ես գիտեմ, որ դուք սիրում եք, երբ ես կիսվում եմ իմ գնումներով ու պատվերներով, հետևաբար այս ամեն ինչը առանց տեսախցիկի ուղղակի չէին կարող գնալ դասավորվել դարակներում, պետք է անպայման ձեզ ցույց տամ, թե ինչ գնումներ ու ինչ պատվերներ եմ ես արել։ Եկեք սկսենք գնումներից, որոնք այնքան էլ շատ չեն, պատրաստվում ենք ամռանը, Էմինի համար վերցրել եմ 2 շորտ, այսպիսի մուգ կապույտ, շատ լավն է որակը, զգացվում է, երկեմ այսենց, 1 և երկրորդը, սա ևս շատ հավանել եմ, էլի Էմինի համար վերցրել եմ բասանոշկաներ, որոնք չգիտեմ իր հագով կլինի, թե փոքր կլինի, տանը չի գա փորձի ու հասկանամ, եթե չէ վերադարձանեմ, ինձ թվում է շատ սիրուն է ամռան համար, վերցրել եմ բասանոշկաներ Առնոյի համար,
իր սիրելի շինյաչի պատրոլով, մի հատ նայեք ինչքան լավն է, և վերցրել եմ 3 բլոկ նասկի տղաների համար, Առնոյի, Էմինի, Ադանի։ Այսքան գնումներին միասին վճարել եմ 27300 դրամ։ Անցնենք պատվերներին, առաջինը ուզում եմ ցույց տալ իմ կոշիկները, որոնք հասել են այսենց վատ, մաքսիմալ վատ, ճմրթված ուփով։ Կարծում եմ ոտքիս վրա կուղմեն։ Այսպիսի բալետկաներ եմ վերցրել։ Հիմա եկեք այս տոպրակը բացենք։ Այստեղ կա նաև կեդեր ընկերուհուս համար, բացենք հասկանանք, որն է իրենը։ Սա բացենք առաջին։ Սա իմն է, կարծում եմ, որովհետև վրայի գրվածքից արդեն հասկացա, որ իմն է։ Անկեղծ ասած ուզում էի շատ բոսանոժկաներ այսպիսի փոքր կրունկով, որովհետև ես ունենում եմ կրունկի կարիք, հատկապես երբ մասնակցում եմ ինչ-որ իվենթների, միջոցառումների, ուզում եմ փոքրիկ կաբլուչոկի վրա լինել, բայց և չէի ուզում, որ բարակ կաբլուկ լինի, չնայած գիտեմ, որ հիմա բարակ կաբլուկները ավելի թրենդային են, այսպես ասած, բայց գիտեք, հիմնականում սոսենգրկիս է լինում, իսկ ինձ հարմար է ավելի հաստ կրունկի վրա։ Ոտքիս շատ սիրուն եղավ, գոհ եմ շատ այս բոսանոժկայի համար ահագին թանկ էի վճարել ու անկեղծ ասած ուզում էի, որ շատ լավը լինի։ Դե սա արդեն գիտեմ, որ ընկերուհումս է, բայց հիմա բացենք նայենք հետաքրքրության համար։ Այստեղ ինձ դուր եկան, կարծում եմ ինձ համար էլ կպատվիրեմ։ Այդ ահագին մեծաչափը 38-ն է, կարծում եմ ինձ համար սոսեն արդեն արթնացել է, փորձենք մի փոքր ավելի արագ, հաջորդ բանը, սա պատվիրել եմ, նկարով ինքը լրիվ ուրիշ բան է եղել ու անկեղծ ասած ինձնից չէր ընդհանրապես, որ ես պատվեր անելուց առաջ օձիվները չնայեցի ու պատվիրեցի, հետո արդեն օձիվներով տեսա, որ ինքը լրիվ ուրիշ բան է ու սպասում էի, որ հենց այսպիսին էլ պետքա գա, բայց դե արդեն պատվիրել էի, չէի կարող ոչ ատմենա անել, ոչ փոխանակել, պետք էր ուղղակի սպասել իրեն։ Այսենց բարակ ժիլետի կա, նկար կդնեմ այստեղ, կտեսնեք, թե ինչ տեսք պետք է ինքը ունենար նկարով ու մի հատ նայեք, խնդրում եմ, թե ինչ որակ ունի ինքը։ Իհարկե կհագնեմ, գուցե հագիս սիրուն լինի, չգիտեմ, գուցե ինչ-որ բանի հետ համադրելի լինի, ինքը այսպես, այսենց ինչ-որ բան է։ Տեսնենք, հագնեմ տերևա։ Որակը վատը չի, ատլասա։ Այսպիսի բլուզա, բավականին տոնական, ինչ-որ միջոցառումների էլի կարելի է հագնել, ինչ-որ առիթի, կարծում եմ սիրունի կա, մի հատ որ գեղեցիկ լվացվի, արթուկվի, ինձ թվում է, այստեղ ցկով կողքի հատվածը, կարերը բավականին լավն են, ինձ դուր եկավ շատ, մի հատ սիրուն լվանամ արդուկ եմ, ինձ թվում է տեսքը կգա տեղը, շատ սիրուն է, հետո ընթացքում այլ վլոգներում կտեսնեք հագիս ինքը ինչ տեսք ունի, ինձ դուր եկավ, սենց սպիտակ ինչ-որ դասական մի բան, պետք է լինի անպայման զգեստապահարանում առիթների համար։ Անցնենք այս փաթեթին, որը ես տեսել եմ արդեն, բայց ուզում եմ ձեզ էլ ցույց տալ անպայման և մի երկու բան այս փաթեթից արդեն հանել ու օգտագործել եմ։ Բայց եկեք այսպես ձեզ էլ ցույց տամ։ Առաջին բանը, որ ուզում եմ ցույց տալ, այս բոթասներն են ինձ համար, ահագին լավն են։
Այսպես ինձ դուր են եկել շատ, արդեն փորձել եմ, ճիշտ է չեմ կրել, բայց ինձ թվում է շատ համադրելի են իրենք, թե տեսքը, թե գույնը, կարելի է տարբեր լուքերում համադրել, հենց տեսա այս շապիկը ուզում էի անպայման ունենալ, վիշնյայով, I am a mommy, չեմ կարծում, որ ցենց ինչ-որ տեղ գնալուց կհագնա, բայց առօրյայում կարծում եմ հարմար շապիկ է, Սա արդեն հասցրել եմ կրել մի անգամ, հենց հիմա այստեղ նկար կթողնեմ, կտեսնեք, թե ինչքան սիրուն է համադրվել, այսենց ուսերին գցելու համար, քանի որ երբ սվիտեր ես գցում ուսերին, շատ հաճախ ինքը հետևի հատվածում այդքան գեղեցիկ չի նստում, բայց սա այսպես, կարծում եմ սրանից մի երկու հատ էլի կպատվիրեմ այլ գույների, Եվ հաջորդը այստեղ սենց շապիկա, որը էլի շատ եմ հավանել, վինի թուխով, այսպես, ամառային շորտերի հետ շատ գեղեցիկ կնայվի, այս շապիկի համար, տեսեք այստեղ ավելի շագանակագույնի երանգներ ունի, ընտրել եմ այսպիսի շորտ, որը էլի արդեն փորձել եմ, ճիշտ է դեռ չեմ կրել, բայց փորձեցի շատ գեղեցիկ, այսպես բավականին մեծ այրևում, լայն այրևում, բայց ինձ վրա շատ սիրուն նստեց ու կարծում եմ այս շապիկի հետ շատ սիրուն կհամադրվի։ Հաջորդ բանը ինչ եկավ գրկիս ցույց տամ սոսեի համար պատվիրել եմ ամառային բասանուշկաներ, ու ինչ լավն են։ Մի հատ այսպես խնդրում եմ Սոսեի համար էլի բասանուշկաներ մենակ թե մեծ չլինի սոսեի ոտքին այսպես ինչ սիրուն է ասեք և այստեղ մնաց ականջողեր որոնք շատ սիրուն համադրվել են այ սրա կարմիր պայուսակի և սպիտակ շապիկի հետ այսենց ձեզ ցույց տամ շատ սիրուն էր տեսքս ամբողջացրել էր այստեղ պատվիրել եմ նասկիներ Էմինի համար բայց ավելի շուտ սեպտեմբերի համար չծիծաղեք, ես արդեն կամաց պատրաստվում եմ սեպտեմբերին, ինչի չէ, եթե կարելի է ինչ-որ բաներ պատվիրել ու կողքի ունենալ դարակում, մայկաներ եմ գնում երեխաների համար, վարտիքներ, նասկիներ, ու այս նասկիները, քանի որ սենց երկար են, հիմա այս եղանակին շորտերով ու բոթասներով իրանք չեն համադրվի, դրա համար կպահենք աշնան համար, այսենց Եվ վերջին բանը, որը պատվիրել եմ, պատյան հեռախոսիս համար, ավելի ամառային երանգների մեջ, կարծում եմ ամբողջ ամառ շատ հանգիստ այս պատյանը կկարողանամ պահել, որովհետև իր մեջ խառը երանգներ կա ու ամեն ինչի հետ կհամադրվի, եթե չէ այս պահին հեռախոսիս վրա ուղղակի գլատկի սպիտակ պատյանը։ Դե գնա, վազի։ Լուկին կարելի է կանգնել։ Չէ։ Մամա, Արիս կողմ ճանապարհ Ինչի։ Քեզ հարցնեմ ինչի։ Ինչի։ Բարև ձեզ։ Ես ձեզ հետևում եմ։ Լիներս առավոտից անսահման խառը վազքի մեջ եմ, մի վայրկյան շունչ չեմ քաշել, Առնոյին տարել եմ պարտեզ, վազել եմ, հոնքերիս միջանկյալ հարդարման, թեմ պրովոլոգի եմ դիմում ու էլ իրավունք չունեմ ինքնուրույն հարդարելու, բայց եկել է հին, հոնքերս բավականին շատ տեղեր կար, որ ձեռք տալ պետք էր։ Որ նայեցի մենակ պոլոյինն է։ Իսկ այն մյուսը չկա։ Հիմա վազել եմ տուն, հարթուկում եմ Էմինի համերգի հագուստները, որովհետև այսօր իր ավարտական հանդեսն է
երկի դպրոցի, Էմինին պետք է ճանապարհեմ երկի դպրոց, Սոսեին ուտացնեմ, ես էլ պատրաստվեմ, Սոսեին պատրաստեմ ու մենք էլ գնանք, համերգը 1 ժամ հետո է սկսելու, բայց երեխաներին 1 ժամ շուտ են կանչել ու մի խոսքով առավոտից սենց խառը վազում եմ, հուսամ կհասցնեմ բոլոր գործերս ոնց որ թե համակարգված դեռ առաջա գնում։ Կուկլա Սկզբում ճամփեցի Էմինին, Ռաֆոյի հետ, գնացին գազով փուչիկներ էին վերցրել ու գնացել էին դպրոց, ես Սոսեին կերակրեցի, մնացած արդուկս ավարտեցի, հիմա հագնվել պատրաստվել եմ, դուրս եմ եկել, գնում եմ ծաղիկներ վերցնեմ, ուզում եմ ուսուցչու համար Էմինի ծաղիկներ վերցնեմ և գնամ արդեն դպրոց, երևի մի կես ժամ ժամանակ ունեմ, 2:30 համերգը սկսելու է, 2-ն է, մինչև ծաղիկներ վերցնեմ հասնեմ, իսկը ժամանակը կլինի։ Ծաղիկներն էլ վերցրի, սենց շոտ սիրուն, կարծում եմ փունջ եմ վերցրել, հասնում եմ արդեն դպրոց, 15 րոպե դեռ ժամանակ կա, բայց մինչև բարձրանամ տեղավորվեմ, Արնոն Պարտեզը, Ադանը տանն է, Սոսեն տանն է, ուշտ կերած, տանս ամբողջ գործերը արել եմ, ընթրիք միայն չեմ պատրաստել, բայց դեռ ժամանակ ունենք օրվա ընթացքում, հաստատ կհասցնեմ հետ հասնեմ տուն մինչ ընթրիքի ժամը, այստեղ արդեն ձայները լսվում են երգի, կարծես թե փորձ են անում երեխաները, ես էլ մտնեմ դպրոց, սպասեմ Էմինիս ելույթին, վերջերս Էմինը մրցույթի էր մասնակցում երաժշտական, բայց այնքան էլ լավ ելույթ ունեցավ, շատ էր հուզվում, կարծում եմ այսօր ավելի լավ ելույթ կունենա, որովհետև այսօր մրցույթ չի, մրցութային չի համերգը, տարեվերջյան ավարտական համերգն է, հաստատ այդքան հուզված չի լինի։ Amuda
Վայ, շատ մեծ դժվարությամբ տրամադրվեցի, որ բացեմ նաև այս մեծ ճամփրուկը ու այս տոպրակը, բայց պետք է անել։ Ու էլ անհասկանալի ոչ մի բան մեր զգեստապահարանում չի մնա, որովհետև հիմա բոլոր հագուստները շատ սիրուն, սորտավորած, լվացած, արթուկած բոլորիս դարակներում դրված է, սեզոնափոխությունը արված է։ Մի խոսքով անհասկանալի միակ բանը մեր զգեստապահարանում այս երկու ճամփրուկը եւ տոպրակն է, ոնց տեսնում եք, Ադան այստեղ սպասում է, որ ինձ օգնի։ Առնոն էլ այստեղ է սպասում, որ ինձ օգնի, որ միանգամից որը հանեմ, փորձենք։ Իդեպ նախորդ վլոգի ընթացքում, որ էլի ցույց էի տալիս տոպրակները, թե ոնց եմ սորտավորել դրել այն հագուստները, որոնք կնվիրեմ, այս պահին ինձ գրել են միայն մեծ տարիքի երեխաների համար նախատեսված հագուստները, որ վերցնել, բայց դեռ մոտ մնում են նորածնային հագուստները եւ կանացի մի քանի հագուստները։ Եթե ցանկացողներ կլինեն, դրանց համար էլ գրեք, սիրով կնվիրեմ։ Հիմա այստեղ էլ բացեմ ու ցույց կտամ արդեն թե որ իրերն են նվիրելու։ Այդ մի արա տղես, այդ ուղղակի մեծացնելու համար է սենց է բացվում։ Հավատակ ես, կարող ենք անում։ Հա, կարող ենք անում։ Բացին, տեսնենք, սրանք ամբողջը մեր իրերն է, որոնք պետք է։ Էմինի կոշիկներն են եղել։ Սրանք եւս կնվիրենք, որովհետեւ Առնոյի հագով հաստատ չի լինի, տեսեք ինչ սիրուն լաքերովնի կոշիկներ են։ Էմինիս կնունքի համար էինք գնել այս կոշիկները, հիշում եմ։ Լավ, եկեք սենց դատարկենք, որ ինչը որ նվիրելու լինի, մի անգամից նորից հետ դնենք բանի մեջ, ճամփրուկի մեջ։ Օ, ինչ լավն է, սենց հեռու բան տվես, շատ լավ պահպանված է, տեսեք։ Սրանք եւս գլխարկի կռիվ են անում, Աստված, տեսնեմ։ Հələ այս կողմ կանգնի, այ, այստեղ կանգնի, որ երևաս։ Մամա, ռիմոտ այս կոմերը բան է։ Սա կարանք սոսեին նվիրենք։ Հա, թե Սոսեին։ Լավ, եկեք բացենք մի հատ հասկանանք։ Առնոն մեծ պատրաստակամություն է ցուցաբերում ինձ օգնելու գործում, փորձեց այս սվիտրը, տեսեք ինչ սիրուն սազեց։ Առնո, հələ սենց կանգնի ցույց տամ սվիտրը, ինչ սիրուն սազեց։ Կպահենք աշնանը կհագնես քո հագովա։ Այս Ադանի համար ենք հանել, սենց պիժամիկա։ Էլի աշնանը Ադանը կհագնի։ Այստեղ էլ արդեն դրել եմ այն հագուստները, հիմնականում տղա երեխաների հագուստներ են։ Երևի թե 3-4 տարեկանից սկսած, այսենց ջինսը տաբատներ կան։ Այստեղ էլի տաբատ։ Ահա, կարող եք տեսնել։ Սվիտրներ կան։ Սիրուն սենց վերք կա կապիշոնով։ Հենց սենց ճամփրուկով էլ դնում եմ, ճամփրուկով էլ կնվիրենք, որովհետև այս ճամփրուկը տանը դնելու տեղ չունեմ եւ դժվար թե մեզ պետք գա։ Այնպես որ այսպես էլ հենց կնվիրեմ։ Բայց սառոճկեն մի քիչ փոքր է։ Այո։ Սառոճկեն չենք պահի, հանի կդնենք ճամփրուկի մեջ։ Շատ սիրուն է։ Իմ հագովա։ Քո հագովա, աշունը կհագնես։ Հա, ոդամերկո ասի կհագնես։ Հա, կյանքս։ Տեսնեմ։ Всё, հերիքա, էլ են մեկը մի կոչքի։ Այն մեկը մի կոչքի, կյանքս, հեսա հանելու ես, որ ուրիշ հագնես։
Բայ առանց զլանալու հերթով բոլոր հագուստները հանում ու հագնում է։ Էս ինչ հրաշք տղա է։ Բայց Անուշկան էլ փորձես։ Ահա, հələ փորձի տեսնենք քո հագովա թե չէ։ Տեսնենք։ Նոց էսքանը հոգնեցի արդեն ամբողջ ասած։ Տեսնենք սրանք ինչ է։ Տեսնեմ։ Վայ, քո հագովա։ Սիրուն կլվանանք կհագնես, հա։ Հացես մեկներ միաթակ։ Ինչ տղա ես դու։ Արի հանի մի հատ էլ ես մի վերքը հագի, հա։ Որ Այես։ մոչկացած մայիկ։ Վայ, ուտեմ ես քեզ, դու ես ինչքան հրաշք ես։ Կարելի է լավ էսքան հրաշք լինել, հա։ Այո։ Այո։ Արի տեսնեմ քո հագովա։ Սեմի։ Սիմեմ, չեմ զգում է։ Որտեղ է բութիկդ։ Քո հագովա։ Հա։ Պահենք։ Թե հագսում։ Ճանես։ Վետես քանը։ Վերջ, այսքանը։ Օգնեք պատվար։ Սրանք մեր պահելու հագուստներն են, երեխաներին է, աշնանային, ձմեռային։ Կպահենք։ Լցրել եմ են հագուստները, որոնք նվիրելու է, սենց տոպրակներով, պայուսակներով, Ես եմ գա։ կտանենք, կդնենք պատվալում, ինչով հասկանանք ինչ է։ Մամ։